Ո՞րն է ձեր կարծիքով Երևանի ամենամեծ խնդիրը։ Տվյալ պահին բնականաբար օդի աղտոտվածության հարցն է եւ ընդհանուր մթնոլորտային օդի վիճակը, փոշու վիճակը, Երևանին ընդհանուր ծառային այդ կանաչապատ ֆոնդը պակասում է գնալով, իհարկե լսելով քաղաքապետարանների նոր ինչ-որ անտառներ են ավելանում, բայց իրականում Երևանում էֆեկտը դեռ դա չի զգացել, դժվար է զգա, որովհետև գրագետ դա իրականում չեն անում եւ մտածված չեն անում եւ ամենակարևոր ըստ ռազմավարական մաստեր պլանի չեն անում։ Ես որ ասում եմ օդը, գիտեք, պետք է նախ տարանջատել, ես նաեւ թույլ տակ պատասխանեմ ոչ թե որպես երևանցի կամ որպես նախին քաղաքապետարանի աշխատակից, այլ կարամ ասեմ, որ որպես ուրբանիստ։ Մենք մինչև չհասկանանք, որոնք են Երևանի խնդիրները, որոնք են քաղաքի խնդիրները, որոնք են մայրաքաղաքի խնդիրները եւ այդ խնդիրներին ինչքանով ենք մենք պատրաստ, ասենք, լուծումներ առաջարկել։ Լուծումն առաջարկելու համար պետք է գիտելիք, փորձ, կոմպետենցիա, որը ես չեմ տեսնում այսօրվա քաղաքապետարանում եւ ընդհանրապես այդ համապատասխան հարակից բոլոր գերատեսչությունում, կառավարությունում նույնպես։ Մարդիկ որ տիրապետում են այդ գիտելիքներին։ Այսինքն կառավարությունում չկա օրինակ, ես շատ կուզենայի, որ մեր կառավարությունն ուներ ինչ-որ ֆուտուրոլոգների հաստիկ, որ հասկանային օրինակ ապագայի երկրները կամ լավ վերցնեն քաղաքները, դեպի ուր են շարժվում 5 տարի հետո, 10 տարի հետո, որտեղ մենք տեսնում ենք, որ աշխարհում ինչ մեծ տնտեսական տրանսֆորմացիաներ են փոխվում։ Այսինքն ոնց մարդիկ համարում են նավթ արդեն հնացված բան, բայց մենք տեսնում ենք այս վերջին պատերազմական գործողություններում ոնց է փոխում, այսինքն դու կարաս Դուբայի նման հզոր քաղաքում կառուցես միլիարդավոր լավագույն շենքեր, լավագույն ճարտարապետների, բայց պարզվում է ինքը շատ անպաշտպան է, որտեղ ինքը պարզվում է կախված եղել օրինակ, անվտանգային հարցը լուծված չի, ասենք թե։ Նույնը Կատարի մասին կարելի ասել Դոհա քաղաքի չէ, նույնը ծոցի ընդհանրապես մնացած, նույնը նաև Իրանի եւ Իսրայելի երկրներ, այսինքն անվտանգությունը մենք հասկանում ենք, նայեք ինչքան կարեւոր է այն դեպքում, որ մենք ունենք ակնհայտ թշնամաբար մեզ հանդեպ տրամադրված հարևաններ, թշնամիներ, հակառակորդներ, իսկ Երևանում որևէ մեկը հիմա ես չեմ տեսնում ես վերջին 2-3 տարվա մեջ որևէ ինչ-որ գումար ծախսեն գրագետ, օրինակ ապաստարանների, գազապաստարանների թաքստոս ընդհանրապես որևէ, ել չեմ ասում քաղաքացիական պաշտպանության որևէ հստակ տեղաշարժ չկա, այսինքն անգամ ել են վերադառնում նրան, որ Երևանի որպես նաև քաղաք, ոչ թե որպես մենակ Երևան քաղաք, որպես մայրաքաղաք, շատ կարևոր է ունենալ ամենակարևոր փաստաթուղթը, ռազմավարական մաստեր պլանը։ Մինչև այդ փաստաթուղթը չլինի, Արմեն ջան, ինչ մենք հիմա խոսանք, դրանք ուղղակի տակտիկական հաջողություններ են լինելու։ Փոս եղավ, հա, մի ամիս հետո փոսի հարցը կլուծես։ Բնականաբար ծառը մի ամսում չէ, 10 տարում անգամ չես կարող անել։ Զարմանալի է, օրինակ, նույնը մինչև Երևանցին ամենամեծ խնդիրներից նա է, որ Երևանցին չի կարողանում կազմակերպվել, ինքնակազմակերպել, որովհետև մեր մասնագիտության մեջ, օրինակ ուրբանիստիկայում, բնակիչներին տարանջատում են 3 մասի։ Դրանք ամենակարևորը ակտիվ քաղաքացիներն են, դրանք ոչ անտարբեր քաղաքացիներն են, եւ ամենավատ եւ ամենամեծ խումբը, դրանք երրորդը, լրելիային մեծամասնությունն է։ Այն ինչ որ կատարվեց Երևանի ծառերի հետ, Երևանի բնակչության 99%-ին ընդհանրապես չէր վերաբերում ժողովրդական լեզվով ասած վեճը չէր։ Օրինակ անցած տարվա օրինակ Թումանյանի ծառը որ կտրում էին, մենք ձեր գոլեգաների հետ, լրագրողների հետ պատտվեցինք, մտանք 28 բիզնես, Թումանյան փողոցի վրա, բոլորին բացատրում ենք, ասում ենք, սա ձեր բիզնեսն է, ձեր դիմացի ծառերը, որ հով է տալիս, հետևաբար հովը նաև բերում է, ասենք, շարժ, մարդկային հոսք, չգիտեմ եւ այլն տարբեր բաներ, 28-ից ընդամենը 2-ը, ասին մենք դեմ ենք որ ծառերը կդեմ։ Մնացած ասին մեզ չի հետաքրում, չի վերաբերվում, ինչ ուզում են թողանել։ Այս սա է Երևանի հիմնական խնդիրը, այլ ոչ թե խնդիրը ճանապարհը, ասֆալտը կամ մնացած հարցերը։ Իսկ փոշու վերաբերալ ասեմ ընդհանրապես օդի մակարդակի վերաբերյալ որակի, ուղղակի Երևան հետ անգնելու աշխարհի մրցակցային քաղաքների ռեյտինգից, հասկանում եք։ Երբ որ մենք չունենանք մրցակցային, այսինքն ռեյտինգով քաղաք չունենանք, եթե մենք չկարողանանք մրցել մեր օդի համար, վաղը չմիսօրը օրինակ կարող է լավագույն աշխարհի, չգիտեմ, էքսպոներից մեկը։ Հիմա ինչքան են ուրախացել այդ կոպը, որ պետքա լինի, չէ՞, հոկտեմբերին։ Երևանը ինձ թվում է $100 միլիոն ծախսել են, երևի այդ կարող մի քիչ ավել պակաս այդ կոպի վրա, բայց սաղ աշխարհը գալու են տենան օդի աղտոտվածությունը, տենան Երևանի կողքի հանքերը, բազալտի հանքերը, քարի հանքերը,
Չգիտեմ, այդ ինչ կատարում է Շեբենից, էլ չեմ ասում տարբեր Երևանի շրջակայքում էլ այդ գերեզմանատների վիճակը, ընդհանրապես ինչքան վատա օգտագործում է ամբողջը, չեմ ասում աղբանության մակարդակը, ոչ գրագետակազմակերպում եւ նման շատ խնդիրներ։ Բայց եթե մի բառով ասեմ, ես որպես ուրբանիստ կուզենամ ձեր հարցին պատասխանել։ Երևանը պարտավոր է ունենալ ռազմավարական մաստեր պլան։ Առանց դրա որևէ գործողություն, էլ չեմ ասում ռեֆորմ, էլ չեմ ասում միլիոներով ծրագիր, չեմ ասում խոշոր ծրագրեր կամ ինչ որ տենց կանաչապատման կամ նաև մեծ քաղաքաշինական որևէ բան չի պետք կատարվի։ Մաստեր պլան, որ ասում եք, դա մի քիչ կբացեք, ինչ նկատի ունեք մաստեր պլան ասելով, դա ո՞նց եք պատկերացնում։ Մաստեր պլանի եւ ռազմավարական մաստեր պլանը դա շատ կարևոր փաստաթուղթ է 21-րդ դարի քաղաքների համար։ Ոչ բոլոր քաղաքները կարող են իրենց թույլ տալ, որովհետև ասենք որ դուք պատկերացնեք 5 միլիոնից ավել, հատկապես 10 միլիոնից ավել քաղաքները, եթե մաստեր պլան կարող ուզենան գրեն, կարող տևի 10 տարի։ Եվ դրանք արդեն հարյուրավոր միլիոն դոլարների եւ շատ մեծ հետազոտությունների արդյունքում է լինում։ Բայց ռազմավարական մաստեր պլանը փոխարինելու է այս եղած սխալ գլխավոր հատակագծին։ Որտեվ բոլորը խոսում են գլխավոր հատակագիծը դա զուտ միայն մասնագիտական, ճարտարապետական փաստաթուղթ է, տարածական, ընդհանուր անգամ ոչ թե տարածական զարգացման, այլ տարածական։ Բայց որ դուք պատկերացնեք Երևան չեմ ասում բնակչության, այլ Երևանի քաղաքապետարանի մեծ ընդհանրապես երևի կարող 2-3 հոգի է ծանոթ այդ կամ տեսել այդ գլխավոր հատակագիծը։ Գլխավոր հատակագիծը կարա լինի ռազմավարական մաստեր պլանի ընդհանրապես մի գլուխ, բայց շատ ավելի կարևոր գլուխներ պետք է լինեն, օրինակ, հաշվի առնելով նաև, չգիտեմ, ինվեստիցիաները, հաշվի առնելով ապագայի որպես քաղաքը, տեխնոլոգիաները, թե ինչքան կարևոր են տեխնոլոգիաները զարգանալու, սոցիոլոգիական հարցեր, մշակութային հարցեր, ասենք Երևանը եթե չունենա մշակույթ, հավատացածում ես, 10, 20, 30 տարի Երևանի մասին մոռանալու են։ Լինելու ուղղակի բնակավայր, 1 միլիոնանոց կամ 1.5 միլիոնանոց բնակավայր, բայց այդ որ կրկնեմ նույն բառը արդեն ռազմավարական, այդ կներեք մրցակցայինը, այդ ռազմավարությունը բերելու այդ մրցակցության, այսինքն մենք ասում ենք մրցում ենք օրինակ մեր բարեկամ Թիֆլիսի հետ, չէ՞, ռեգիոնում ասենք մրցում ենք, չգիտեմ, թե Իրանի հետ, կամ դուրս են գալիս կողքի ավելի գնում ենք դեպի Մոսկվա, գնում ենք դեպի, չգիտեմ, իջնում ենք Ստամբուլի նման քաղաքի հետ ենք ուզում մրցենք, թե ուզում ենք եվրոպական քաղաքներ, թե Դուբայի հետ։ Հնարավորությունը կա, որովհետև Երևանը իրականում նախադրյալներ ունի, բայց շատ բաներ չունեն, օրինակ, ոնց ասեմ, մեր համալսարանները մրցակցային չեն աշխարհում հիմա։ Բայց այդ երիտասարդից մենք դժվար բերենք, չէ՞, այլ օտարազգի լավ մասնագետներ, հաստատ, չգիտեմ, չեմ ասում ամերիկացի կամ եվրոպացիներից, լավ, օրինակ, անգամ Հնդկաստանից կամ Չինաստանից այդ դրա այն մասնագիտությունները հարակից որ կարող են զարգացնել քաղաքների հետագա ապագան ուժեղացնել, մարդիկ չեն գալու Երևան, ոչ աշխատավարձերն է բարձր, ոչ օդն է մաքուր, տոլերանտություն չկա, քաղաքական ստաբիլություն չկա, արդարություն չկա, այսպես խնդիրներ կան։ Այդ ամբողջի մեջ եւ ռազմավարական մաստեր պլանի տարբերությունը նաեւ որ բնակիչը Երևանի օրինակ, ինքը մասնակից է, ինքը ոչ թե ուղակի սուբյեկտ չի, ասեն դու կապրես տեղ, այլ մասնակցային կառավարումը ամեն թաղամասերով, նախ Երևանի ամենակարևոր նաև ստորադասված գաղափարներից մեկը, դրանք թաղամասերն են Երևանի։ Որտեվ օրինակ բերեմ, էլի անվտանգային ամենակարևոր հարցում։ Երբ որ գալիս են անվտանգային հարց, էլ ոչ մեկի ոնց որ էլ եմ ասում, Դուբայի օրինակը մեր բոլորի սիրած ֆանտաստիկ քաղաք է, մարդիկ միլիարդներով ծախսում են, նվիրված են 50 տարի այդ քաղաքը կառուցում են, բայց պարզվում է շատ հարցերով անվտանգությունը, նայեք, կարող է զրոյացնել այդ ամբողջ ինվեստիցիաները։ Հիմա նույնը Երևանում կարա լինի, բայց Երևանը նրա զարգացնելու դեպքում մենք ամենալավ տարբերակներից մեկը մենք ժամանակին առաջարկում ենք օրինակ թաղերի գաղափարը, որ ամեն թաղերում ոչ թե համատիրությունների կարգով, ոչ թե թաղապետարանների, որտեղ անունը թաղապետարան, բայց գիտեք, թաղապետարան ժողովրդի լեզվով ասած, ինքը վարչական շրջան են ասում, վարչական ղեկավարի աշխատակազմ, դա ծիծաղալու է։ Մարդիկ չեն տիրապետում իրանց թաղերին։ Իսկ թաղերի դեպքում դու գիտես, օրինակ, որտեղ կարող է նման, չգիտեմ, ասենք հակաօդային անես, որտեղ կանա, չգիտեմ, այսպես ասած պարտիզանական, որտեղ ավելի շատ ուժեղա, չգիտեմ, պարենային անվտանգության հարցերը պահես, բայց Երևանում անգամ հիմա մենք ոչ նորմալ Երևանի հատկապես կենտրոնում, ոչ ունենք ոչ սառնարանային տնտեսություններ, Ձյունիքը քանդեցին, ոչ ունենք ադրղացի տնտեսություն, այդ մեր միակ քաղաքի հետ 500,000 չնայած քաղաքը բնակչի համար էլ դա էլ նորմալ չի գործում ադրղացը, չէ՞։ Էլ չեմ ասում նման այդ կոնսերվայի գործարանները, որ հիմա կար այդ փեթակը, սուրմալու եւ այլն, այդ ամբողջը բնական հատուկ սարքած է նրա համար, որ ասված ոչ է, որտեղ մենք սովետական միության մաս ենք ազում, որ ՆԱՏՕ-ի երկրի հետ, ասենք հատկապես այն ժամանակ թշնամական եւ Թուրքիայի հետ բան ենք, հարաբերվում ենք, բայց ինչպես տեսնում եք, դա եւս որևէ մեկը ուշադրություն չի դարձնում։